Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկլուսի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Ժառանգություն կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, շնորհակալություն տիկին Փոստանջյան։ Այնուամենայնիվ մեր ստուդիայում դեռ չի եղել Ժառանգության ներկայացուցիչ ապրիլի 9-ից հետո, դրա համար ստիպված ենք այնուամենայնիվ անդրադառնալ այդ իրադարձություններին։ Ինչ էր տեղի ունեցել ապրիլի 9-ին։ Սկսած երթմնակալությունից։ Երթմնակալությունը իմ պատկերացնամ այն է, որ Ռաֆի Հովհաննիսյանը պետք է իրեն հռչակեր նախագահ, բայց չհռչակեց, ինչու՞։ Ճիշտ ասած, ես շատ եմ ցավում, որ ձեր պատկերացումներով անձը պետք է իրեն հռչակի։ Ամենակարևորը, ինչ որ տեղի ունեցավ, դա մենք հռչակեցինք Նոր Հայաստան եւ այն սկզբունքները, թե ինչպես պետք է կերտենք մեր Նոր Հայաստանը։ Ամենակարևորը դա էր, ծնունդն էր այդ օրը եւ մենք անձերից տեղափոխվում ենք մեկ այլ դաշտ, տեղափոխվում ենք այն դաշտ, որը պատկանում է յուրաքանչյուրին եւ յուրաքանչյուրը լինելով քաղաքացի պարտավոր է այդտեղ ունենալ իր ներդրումը։ Ռաֆի Հովհաննիսյանը առաջնորդեց, դրեց բոլոր ջանքերը եւ հենց ամենակարևորը դա էր, որ մենք բոլորս ազգովի երթվեցինք թե Ազատության հրապարակում, թե աշխարհի տարբեր հրապարակներում, որ մենք ինչ սկզբունքներ ենք որդեգրում ժամանակակից աշխարհում, ինչպիսի պետություն ենք պատկերացնում պետք է լինի Հայաստանը։ Ազգովի ասելով ինչ նկատի ունեք։ Տասնյակ դուք ինքներդ տեսաք, տասնյակ հազարավոր 100,000 մարդ են։ Այո, 100,000 քաղաքացի ինքը այդ երթումը ստանձնեց, բացի այդ դուք նաև երևի կարծում եմ գիտեք, որ 100,000-ավոր քաղաքացիներ նաև իրենց ստորագրությամբ, անվամբ եւ իրենց, այսինքն ինքնությունը չթաքցնելով այդ գաղափարի կրողն են եւ սա մենք արեցինք համայն հայությամբ, դա այնպես չէր, որ մի փակ տարածության մեջ գորշ զգեստներով, առանց մեր երեխաների, մենք հենց դա էինք տոնում։ Դա շատ կարևոր իրադարձություն էր եւ իհարկե պատմաբանները ապագայում կանրադառնան դրան եւ իրենց գնահատականը կտան, թե ինչպիսի իրադարձություններ մեր ողջ ազգի համար, որի շատ եմ ցավում 2 կամ 2.5 միլիոնն է այս պահին գտնվում պատմական հայրենիքում, իսկ մնացածը դուրս են գտնվում։ Եվ հենց արձագանքները արդեն բավականին օր է անցել, հենց մեր հայրենակիցների, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին, ինչ արեց Ռաֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին, արձագանքները հենց այնտեղից նաև մեր հայրենակիցներից եւ նաև իհարկե Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից եւ տարբեր գյուղերից եւ փոքր քաղաքներից արձագանքները ստանում ենք, որ ինչպիսի իրադարձություն է տեղի ունեցել եւ յուրաքանչյուր քաղաքացի իրեն պատկանելի զգաց այդ իրադարձությանը, այլ ոչ թե մի փակ տարածության մեջ մի խումբ գորշ զգեստներով մարդիկ հավաքված տխուր դեմքերով ինչ որ լսում էին մի մեկին։ Այդ տարբերությունը դա էր եւ հենց տարբերությունը եւ առաջընթացը դրա մեջ է։ Ռաֆի Հովհաննիսյանը Հայաստանի նախագահն է հիմա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջնորդն է։ Պահանջատեր քաղաքացիների առաջնորդ։ Իսկ դա կարծում եմ ավելին է, քան օրինակ չընտրված նախագահ, օրինակ տապալված նախագահ, օրինակ նախագահ, որի պաշտոնավարման ընթացքում շուրջ 200-ից 1000-ից ավելի մարդ Հայաստանի Հանրապետությունից գաղթել է, երբ կա շուրջ 40% աղքատություն, այսինքն 1 միլիոնից ավելի քաղաքացիներ, ովքեր քաղցած են, կա շուրջ 40% ստվերային տնտեսություն, կա 35,000 դրամ պաշտոնական հռչակված նվազագույն աշխատավարձ եւ այլն, այսինքն սա մի այլ տարբերություն է, այլ իրավիճակ է։ Որպես առաջնորդ նա ինչ պետք է անի։ Նա պետք է ղեկավարի, կառավարություն ստեղծի, ինչ պիտի անի։ Այո, պետք է ղեկավարի ժողովրդի պահանջը, պետք է ղեկավարի եւ ճիշտ ուղղությամբ տանի ժողովրդի պահանջը։ Եվ հենց այդ կազմակերպչական գործին էլ այս պահին լծված է թե Ռաֆի Հովհաննիսյանը, թե բոլոր այն մարդիկ, ովքեր որ իրենց այս գործնական մասում իրենց ներդրումը պատրաստ են տրամադրել այս Նոր Հայաստանի, մեր Նոր Հայաստանի կերտմանը։ Այսինքն այդ ստվերային կառավարություն պետք է լինի, այնտեղ պետք է լինի կրթության նախարար, налоговый շեֆ կամ այսին։ Գիտեք, ինչ որ շեֆ, նախարար, ինչ որ պաշտոնատար անձի այդ պիտակը կպցրած, կարևորը դա չէ։ Կարևորը նա է, որ կան այդպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց ներդրումը դնել այս գործի մեջ։
Այդ պիտակները շատ հաճախ իհարկե մարդկային այդ կերպարի մեջ նաև շատ կարևոր մարդիկ կան, որ իրենց համար շատ կարևոր է, օրինակ իր տիտղոսը, իր պաշտոնը կամ այլն, բայց այստեղ կարևորը ովքեր որ պատրաստ են այս գործին լծվելուն։ Ամենակարևորը դա է։ Դառնալով ապրիլի 9-ին դուք որքան հասկանում ժառանգությունը հենց սկզբից պլանավորել էր գնալ Ծիծեռնակաբերդ եւ երբ կազմակերպել Ծիծեռնակաբերդ։ Այն նաև քաղաքացիների մի մասը որքան հասկացա, ուզեցին հենց հիմա վերցնել իշխանությունը։ Դուք չեք կարող նրանց արգելել դա։ Գիտեք ինչ, այդպես չէր, որ քաղաքացիների մի մասը հենց այդ պահին ցանկանում էր վերցնել իր իշխանությունը։ Ուրեմն Բաղրամյան 26-ով իշխանության հետ վերադարձ չի կարող տեղի ունենալ։ Դուք դա հասկանում եք, այսինքն։ Մենք էլ ենք հասկանում, հիմնական մեր հասարակությունը նույնպես հասկանում է դա, եւ այդ 100,000-ավոր մարդիկ, ովքեր որ երթվում էին, չեն երթվում, որ իրենց խնդիրն է Բաղրամյան 26 գրոհելը կամ ինչ որ մի մարդուն կյանքից զրկելը կամ տասնյակ մարդկանց կյանքից զրկելը։ Դա չէր։ Իհարկե կային մարդիկ, ովքեր որ նաեւ հուզմունքի տակ ընկած կարող է ինչ որ հայտարարություններ անեին եւ դա բնական է, մենք նաեւ դա ենք հարգում եւ կիսում ենք այդ մարդկանց նաեւ հուզմունքը, բայց միանշանակ կարող եմ ասել նաեւ կային այնպիսիները, ովքեր որ այդ պահին այն մի քանի ժամը որ Բաղրամյան պողոտայում էին գտնվում, վերջի վերջո այդ մարդիկ մենք անցանք Բաղրամյան պողոտայով, շուրջ 8000 ոստիկան լսեց Ռաֆի Հովհաննիսյանի խոսքը, շուրջ 8000 ոստիկան, պատկերացրեք, նրանք ունեն իրենց ընտանիքի անդամները տանը, իրենց հետ նաև հեռախոսակապի մեջ էին, այսինքն հազարավոր քաղաքացիներ ականատեսը եղան ժողովրդի առաջնորդի խոսքին եւ լսեցին այդ խոսքը։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ այդ պահանջը ներկայացնում էին, հենց այն ժամանակ, որ մենք այդտեղ էին գտնվում, այդ մարդիկ ես նայում էի հետո մենք որ բարձրացանք Բաղրամյան պողոտայով եւ կանգ առանք Բաղրամյան 26-ի առջեւ, գրեթե այդ մարդկանցից ոչ մեկը չէր մնացել։ Սադրիչներ էին, ներդրված էին։ Ես հիմա դրա գնահատականը պետք է տա ժամանակը, ովքեր էին այդ անձինք, որովհետև այդ անձինք, ովքեր տվյալ պահանջը ներկայացնում են, վերջի վերջո այդ ժամին, եթե նրանց խնդիրն էր գնալ Բաղրամյան պողոտայով եւ Բաղրամյան 26-ի առջեւ ինչ որ գործողություններ պարտադրել կամ հայտարարել կամ իրենց կարծիքը հայտնել, այդ մարդկանց ես չտեսա։ Շատ եմ ցավում, բայց նույն ցերեկվա մարդիկ, ովքեր որ ցերեկն էին նույնիսկ ասում պետք է գնալ Բաղրամյան 26, նույնիսկ այդ մարդիկ չկային։ Այդ մարդիկ, չգիտեմ, որտեղ մնացին, ինչու չգնացին, դրա բոլոր պատասխանները իհարկե ժամանակը կտա։ Ինչու այնուամենայնիվ ձեր ասելով այդ հուզված մարդիկ, հա, որոշեցին իրենց չլսել ձեր եւ Ռաֆի Հովհաննիսյանի հրահանգը եւ չգնացին Եղեռնի հուշարձան։ Նախ ասեմ, որ այդտեղ այդ օրը ոստիկանությունը պարտադիր բոլոր իրենց միավորումներով պարտավոր էին համագործակցել այդ միջոցառման կազմակերպիչների հետ։ Մինչդեռ կար տեղեկատվության պակաս։ Հոսքը քաղաքացիների մեծ էր եւ մենք նույնիսկ չհասկացանք, թե ինչպես կիսվեց մեր երթի մասնակիցների այդ հոսքը ինչպես կիսվեց, որովհետև մի պահ մենք չգիտակցեցինք նույնիսկ, որ մեզ կիսել են, բավականին ուշ արդեն իմացանք, որ մի մասը երթի մասնակիցների գնացել է դեպի Ծիծեռնակաբերդ, մյուս մասը մնացել է այդտեղ։ Այստեղ կար նաև ոստիկանության կողմից համագործակցության մերժում։ Մենք այդ պահին այնտեղ կանգնած էինք առաջի գծում, ոստիկանության Երևան քաղաքի այդ պատասխանատուներ այնտեղ գտնվում, Վալերի Օսիպյանն էր եւ Ներսես Նազարյանը։ Նրանցից փորձում էինք ճշտել տեղեկատվություն, սակայն շատ կոպիտ արձագանք էր նրանցից տրվում, նույնիսկ այսպեսի հայտարարություններ էին արվում ձերը մերը, մինչդեռ այդտեղ ոստիկանը պետք է լիներ բացարձակ անկողմնակալ եւ դրսեւորել միայն օրենքի պահանջի իրականացում, այսինքն եւ իրենից պետք է դա պահանջեր եւ նաեւ բոլորից այդտեղ գտնվողներից, մինչդեռ նորից արդեն հասկանալի էր, որ ձերն ու մերի խնդիր կար, հասկանալի էր, որ նույնիսկ ոստիկանության այդ գծից այն կողմ գտնվող քաղաքացիական հագուստով մարդիկ նույնիսկ գալիս էին եւ այնտեղից էին հենց մտնում սադրում, ես դա ինքս եմ տեսականատես, նույնիսկ 3 հոգու դեմք հստակ կարող եմ ես նշել։
Դուք կարող եք տեսել եմ այդ մարդկանց տեսագրություններ կամ չէ փաստաթղթեր կան հետաքրքիր բան եք ասում տեսագրություններ կան թե ոնց են տեսագրված դեմքերը կան այո այդ մարդկանց ոնց են ոստիկանության մեջից ես ինքս եմ տեսել այդ մարդիկ ոնց են գալիս ցուցարարների կողմը բողոքի ակցիայի մասնակիցներ։ Ես չգիտեմ ճիշտ եմ ուղղում հարցը թե չէ, այսինքն հացիատերը դուք եք թե չէ, Ներսես Նազարյանը դրա համար ազատվեց աշխատանքից։ Ճիշտ ասած Ներսես Նազարյանը միգուցե այլ խնդիրի համար է ազատվել, միգուցե Ներսես Նազարյանը այն պայծառ ոստիկաններից չի եղել, որին միայն ապրիլի 9-ի դեպքերով պետք է ազատեին, հա։ Բացարձակ անընդունելի կերպար է, որը իհարկե միանշանակ չպետք է լինի Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում։ Շատ մեղքեր ունի, ես այդպես եմ գնահատում եւ այդ մեղքերի թվում նաեւ չի բացառվում ապրիլի 9-ի մեղքը գումարված լինի։ Այնուամենայնիվ, երբ որ ընդդիմության լիդերը, հա, կամ ինչպես որ դուք ասում եք, ժողովրդի լիդերը, ինչ որ մի բան է ասում, եւ նրան դիմում են քաղաքացիներ ասում են չէ մենք ուրիշ բան ենք ուզում ենթադրենք ուզում են գնալ Բաղրամյան 26 որը դուք ինչպես որ դուք ասեցիք իշխանափոխության ճանապարհ չի դուք կարող եք այդ ընդդիմության լիդերը չի կարող ասել ոչ չեն գնում եւ վերջ այ Ռաֆի Հովհաննիսյանի մոտ կար այդ հստակությունը ուրեմն ես ասեմ ձեզ նախ ինքս ես անձամբ ցանկացել եմ այո գնալ Բաղրամյան պողոտայով դեպի Ծիծեռնակաբերդ եւ դրա համար մենք նախապես դիմել ենք ոստիկանությանը նրանք ասացին ոչ այո նրանք նախապես ասել են որ այդտեղով ձեր երթը այսինքն այդ տրամադրությունը ոչ միայն եղել է հասարակության մոտ այլ նաեւ առաջնորդի մոտ է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջնորդի մոտ է եղել այդ ցանկությունը եղել է նաև իմ մոտ նրանք փորձել են այդ մեր ցանկության իրականացումը խոչընդոտել բայց վերջ ի վերջո մենք մեր այդ ցանկությունը կյանքի կոչեցինք նվազագույն իհարկե զրկանքներով այսպես ասենք որովհետև Եթե մենք հիմա վերլուծում ենք այն բոլոր իրադարձությունները, հաշվի առնենք, որ Արմենի եթե քթին չխփեին կամ մեկ այլ տեղ այդ հարվածը նա ստանար, չեն բացառում, որ կարող էին նաև այլ հետևանքներ ունենայինք եւ եթե Տիկին Արմենուհին չլիներ առաջի գծում եւ ինքը չստանար այդ վնասվածքները, մենք չենք կարող նաև ասել, որ ինչ կարող էր տեղի ունենալ։ Մենք ամենանվազագույնը տուժելով Վերջ ի վերջո հռչակեցինք Նոր Հայաստանը, երդվեցինք դրա համար, երդվեցինք ոչ միայն Ազատության հրապարակում, այլ աշխարհի տարբեր հրապարակներում։ Այդ մասին տեղեկացան մեր հայրենակիցները, ովքեր որ ստիպված են այսօր ապրել օտար երկրներում։ Բացի այդ, մենք նաև գնացինք Բաղրամյան պողոտայով եւ 8000 ոստիկան դիտեց, որ մենք մեր խոսքի տերն ենք։ Հիմա մենք Նոր Հայաստանում ենք ապրում։ Իհարկե նոր իրողության մեջ ենք ապրում, որտեղ ինչպես պետք է դա զգանք։ Ինչպես պետք է զգանք, օրինակ, գիտեք, իշխանության եթե դու իշխանության կրողն ես, դու պետք է ունենաս դրա համար ինքնավստահություն։ Մենք ունենք այսօր մի անձ, ով օրինակ փակ տարածության մեջ, եթե նա այդ իշխանության կրողն էր, ըստ իրենց այդ 800,000-ից ավելի ձայների կրողն է, վստահությունը կրողն է, մենք այդ 800,000 մարդու որևիցե տեղ իհարկե չտեսանք։ Հետևաբար, բայց կա մի այլ իրականություն, 100,000-ավոր մարդիկ ոչ միայն Ազատության հրապարակում, այլ Հանրապետության տարբեր քաղաքներում պահանջատեր քաղաքացիներ, ովքեր պատրաստ են իրենց իրավունքների համար պայքարել։ Մենք չունենք այսօր Նոր Հայաստանում ըստ էության առաջնորդ, որը իրեն հեռու է պահում հասարակությունից, ժողովրդի պահանջներից։ Ինքը հենց առաջի գծում է։ Մենք չունենք բանտախցում քաղաքացիներ, որոնց իրավունքները պաշտպանելով մենք կարող ենք օրինակ մեր էներգիան ավելի քիչ ծախսել բուն գործընթացի վրա, սա շատ կարևոր պայմաններ են։ Եթե դուք ուսումնասիրեք 96 թվականից տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, եսի նկատի ունեմ նախագահական ընտրությունները, ապա մենք կտեսնենք, որ ըստ էության ընդդիմության առաջնորդը, իսկ տվյալ պահին արդեն ժողովրդի առաջնորդը չի եղել այդ պահին վճռորոշ ժամանակ հենց
հասարակության եւ ժողովրդի այդ պահանջատեր քաղաքացիների կողմին։ Ուրեմն շատ կգնանք այդ 96 թվականին օրինակ Վազգեն Մանուկյանը նույնպես ժողովրդի մեջ էր եւ այնտեղ շատ են գնում, հենց դրանից հետո տեսնում ենք, որ նույն Վազգեն Մանուկյանը հաստատ բանտախցում չէր, այլ մարդիկ էին բանտախցում։ Մենք ես ուզում եմ այդ տարբերությունները հսկայական են։ Մենք այսօր ունենք այո նոր իրավիճակ, որ դուք հենց այնպես մի թերագնահատեք 82% Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այսօր կվեն տվել մի քաղաքական ծրագրի, որը այլ ծրագիր է, քան եղել է այս 20 տարիների ընթացքում։ 82%-ը ինչպես է հաշվել։ 20 տարիների ընթացքում այնպես ենք հաշվել, որ Հայաստանի այն բնակավայրերում, գյուղերում, որտեղ գրված է 100% ձայն Սերժ Սարգսյանին, այդտեղ այդքան բնակչություն չկա։ Ինքներս ես անձամբ այս շուրջ 7 տարի արդեն քաղաքականության մեջ լինելով եղել եմ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում եւ այդ բնակչությանը հետ բացարձակ հաղորդակցված լինելն է ինձ հիմնավորում տալիս, որ այդ քաղաքացիները, ովքեր այսպես գրված է այդ թվերը, գոյություն չունեն իրականում, գոյություն չունեն, ոչ թե գոյություն չունեն մարդիկ չկան, այլ մարդիկ այդտեղ չեն բնակվում, այո, Հայաստանում չեն։ Ասացեք, խնդրեմ, այսպիսի տեսակետ կա, որ 96, դաժե 95 թվականից սկսած հետընտրական process-ների միջոցով հնարավոր չէ անդիմության հաղթանակը ապահովել, որ անդիմության հաղթանակը պետք է ապահովել տեղամասերում այդ օրը, քվեարկության օրը, համաձայն եք թե չէ։ Քվեարկության օրը տեղամասերում մենք, գիտեք, այսպես վերլուծում ենք եւ այո, Ռաֆի Հովհաննիսյանը ստացավ 82% ձայն։ Իսկ ոչ 81 կամ 83։ Ես այդպես եմ իմ գնահատականն եւ իմ վերլուծությունն է եւ ոչ միայն իմ, այլ նաեւ մասնագետների վերլուծությունն է դա այդ մասին վկայում, որոնց այդ վերլուծությունների համար մենք միջնորդեցինք նաեւ տվյալ փորձագետներին հրավիրել Սահմանադրական դատարան, որպեսզի լսել հենց այդ մասնագետներին, ցավոք սրտի այդ միջնորդությունը մերժվեց։ Այդ process-ի ժամանակ քվեարկությունից հետո մենք կարողացել ենք պահել, պատկերացրեք քաղաքներում, մենք ունեցել ենք հաղթանակ։ Մեր ուժերը կենտրոնացնելով քաղաքում, դուք հաշվի առեք, որ մեզ չեն աջակցել, Ռաֆի Հովհաննիսյանը ինքնաառաջադրվել է։ Այո, մենք կազմակերպչական մեր համեստ ռեսուրսներով հնարավորություն ենք ունեցել պահել այդքանը ձայների։ Բայց նույնիսկ եթե ես ձեզ ասեմ, նույնիսկ մենք այդ ձայները, այդ 82%, որ ես ասում եմ, այդ ձայները մեր պահած լինեինք, իրենք պետք է թվա նկարչությամբ զբաղվեին։ Այդպես չէր, որ նրանք չպետք է ասեին, որ ինչ է տեղի, այսինքն հաղթանակը պետք է փորձեին կեղծիքի միջոցով ասեին, որ տրված է Սերժ Սարգսյանին, դա տեղի էր ունենալու։ Ծայրահեղ դեպքում կասեին 100% հավաքել, միևնույն է մենք ենք։ Այո, մենք դրա ականատեսնել եղել ենք 96 թվականին եւ եթե դուք ուսումնասիրեք այդ օրվա անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը, կտեսնեք թե Սերժ Սարգսյանը այդտեղ ինչ դերակատարություն է ունեցել։ Մենք մի գործընթացի մեջ ենք, որը շարունակական բնույթ է կրում, բայց լավ այս գործընթացի եւ հաղթանակը, այսինքն հաղթական քաղաքացի լինելու, այս կյանքի կոչվելու, այս կարևոր պատգամը, որ եկավ մեզ հայտնեց, որ մենք արձանագրում ենք այլևս այդ հին ղեկավարների, հին մոտեցումների, խորհրդային միությունից եկած այդ մտայնությամբ գաղափարը կրող փոքր երկիր, հող հանձնող ղեկավար, միայն պատասխանատու ներկա այս պահին գտնվող տվյալ բնակ տարածքում գտնվող քաղաքացիների միայն այսօրվա հարցը լուծող ղեկավարի մտայնությունը այս քաղաքացիները, ովքեր տվեցին ձայնը Ռաֆի Հովհաննիսյանին, մերժեցին, որդեգրեցին նոր բացարձակ այլ քաղաքականություն։ Ամենակարևորը ես կարծում եմ այս բոլոր իրադարձություններից դա է եւ այս մերժումը նաև ասում է այն մասին, որ այս ներկայիս ովքեր որ կան, նրանց կյանքը շատ կարճ է,
Ոմանց կյանքը արդեն իսկ մահաց է, այսինքն ոմանք արդեն իսկ արձանագրել են մահ, իսկ մնացածինը բավականին կարճ է։ Վերջին հարցը ցավոք սրտի մեր ժամանակը սպառվում է, հաջորդ հանրահավաքը կամ հանդիպումը տեղի ունենալու փակ տարածքում, ձեր ասած։ Արդյոք դա նշանակում է, որ մեծ հանրահավաք դուք չեք կարող այլևս հավաքել։ Դուք տեսաք ապրիլի 12-ի մեր հանրահավաքը, եթե մեծի խնդիր ենք մենք հետապնդում, մեծը դա պետք է ունենա հատուկ տրամաբանություն, ինչի համար է։ Ապրիլի 12-ի հանրահավաքը բավականին, այսպես ասեմ, կյանքը կրող քաղաքացիների հանրահավաք էր, ովքեր որ եկել էին եւ գիտեին, որ իրենց պայքարը 1 օրով եւ 1 ժամով չէ, եկել էին աշխատանքը ստանձնելու։ Եվ նրանց քանակը բավականին մեծ էր եւ այդ մեծ քանակ քաղաքացիներով մենք հնարավորություն ունենք կերտելու մեր նոր Հայաստանը։ Իսկ փակ հավաքի ժամանակ արդեն դահլիճային դա այդ հիշեցնենք երբ է դա լինելու։ Դա լինելու է ամսի 19-ին ժամը 6-ին անի հյուրանոցում եւ բաց է լինելու, բաց հավաք է, իհարկե դահլիճային է, բայց ինքը բաց հավաք է, փակ հավաք չի լինելու։ Լինելու է բաց հավաք, որտեղ նաեւ քննարկվելու են բոլոր այն, մենք սկզբունքները ընդունեցինք, մենք ասացինք, որն է մեր սկզբունքը, որից մենք չենք նահանջելու, որից մենք չենք հրաժարվելու։ Մենք սկզբունքները դա ընդունեցինք այդ մեծ հանրահավաքի ժամանակ։ Հիմա մենք արդեն ասում ենք գործնական քայլերի հրապարակմանը եւ գործնական քայլերի համաձայնեցմանը նույն հասարակության հետ, որը արդեն հանրահավաքի տրամաբանության մեջ չի կարող ընդունվել, եթե ես հանրահավաքին գնացել եմ իմ 4 երեխաների հետ, ապա այդտեղ ես պետք է գնամ արդեն ես եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր որ գործնական նշանակություն կարող են ունենալ այս գործի համար։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի Պատգամավոր ժառանգություն կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։